Ժամանակակից շենքային պայմաններ, տեխնիկական վերազինում և քաղաքացիների սպասարկման առավել բարելավված միջավայր։ Ներքին գործերի նախարարության Արագածոտնի մարզի հաշվառման քննական ստորաբաժանումը նոր հասցե ունի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 13-ին այցելել է Ներքին գործերի նախարարության Արագածոտնի մարզի հաշվառման քննական ստորաբաժանում, հետևել վարորդական իրավունքի վկայականի ստացման, տեսական և գործնական քննությունների կազմակերպման և անցկացման ընթացքին։ Նախարարը շրջել է ստորաբաժանման նոր վարչական շենքի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և տեխնիկական համալրվածությանը։ Արփինե Սարգսյանը զրուցել է քաղաքացիների հետ, հետաքրքրվել հերթագրման համակարգի, սպասարկման արագության, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակից։ Քաղաքացիները կիսվել են կարծիքներով, ներկայացրել առաջարկություններ։ Նորմալ սպասարկում են մեր ծառայությունները, հա? Ժողովրդես, այո, քաղաքավարի։ Շնորհավոր, իսկ հեշտ է։ Շատ եմ աշխատել։ Գործնականի համար պարապել էիք։ Չէ՞։ Հա, ոչինչ, ժամանակ ունենա։ Չեմ հասնել։ Ինչն էր սխալ։ Արդեն 4-ից։ Նախարար Սարգսյանն աշխատանքային գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիների սպասարկման որակի շարունակական բարելավման ուղղությամբ ստորաբաժանման ղեկավար կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 12-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման հարցերով պատասխանատուներին և Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչներին։ Արփինե Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպման, հետևաբար և պատշաճ անվտանգային միջավայրի ապահովման զգալի փորձ ունի։ Նախարարն այդ համատեքստում ընդգծել է եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մեծամասշտաբ միջոցառումների անվտանգ և անխոչնդոտ իրականացումը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է։ Արփինե Սարգսյանն ընդգծել է նաև միջազգային գործընկերների հետ երկխոսելու, ինչպես նաև առաջնահերթություններն ու նպատակները հստակեցնելու կարևորությունը, ինչը թույլ կտա նախապես նույնականացնել հնարավոր մարտահրավերներն ու մշակել արդյունավետ լուծումներ։ Կարևորվել է պատասխանատու այլ պետական մարմինների հետ սերտ փոխգործակցության, անվտանգային միջոցառումների համաժամանակեցման և տեխնիկական մանրամասների հստակեցման անհրաժեշտությունը։ Համաժողովի անվտանգային միջոցառումների համակարգող Իսմետ Բայրամովիչը շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար բարձր է գնահատել անվտանգային միջոցառումների համակարգման հարցում ներքին գործերի նախարարության պատրաստակամությունը։ Նա շեշտել է, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ արդեն իսկ հաջողվել է կարգավորել ընթացիկ մի շարք հարցեր։ Աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով կարևորվել է հետագա քննարկումներում պատասխանատու այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների ներգրավումը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը և պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը պատվիրակության հետ առանձին ձևաչափով քննարկել են համաժողովի ընթացքում իրականացվելիք անվտանգային համալիր միջոցառումների մանրամասները։ Անդրադարձ է կատարվել հասարակական կարգի պահպանմանը, ճանապարհային անվտանգության ապահովմանն ու գործնական այլ մանրամասների։ Ընդգծվել է քաղաքացիների բնականon տեղաշարժի ապահովման կարևորությունը, քննարկվել է այլընտրանքային երթուղիների մշակման հարցը, տրանսպորտային հոսքերի հնարավոր խոչընդոտները նվազագույնի հասցնելու նպատակով։ Անվտանգային միջոցառումների իրականացման մանրամասների շուրջ քննարկումները շարունակվում են։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները բացահայտել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հերթական հանցավոր գործունեությունը։ Ըստ օպերատիվ տվյալների մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ։ Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներն ամբողջացվել են և հաղորդումը ներկայացվել է քննչական կոմիտե։
Ապրիլի 29-ին դատարանի որոշմամբ քրեական ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները նշված առանձնատանը իրականացրել են խուզարկություն, հայտնաբերվել եւ առգրավվել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները, այդ թվում համակարգչային տեխնիկան, բջջային հեռախոսներն ու ենթադրյալ հանցավոր գործունեության մեջ օգտագործվող այլ սարքավորումներ։ Խմբի գործունեության ուղղություններից մեկը եղել է զանգերի անօրինական տերմինացիան։ Այն հեռահաղորդակցության ոլորտում տարածված հանցագործություն է, որը կոչվում է նաև GSM fraud կամ SIM boxing։ Օգտագործվել են բարձր տեխնոլոգիական լուծումներ, օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք են բերվել համապատասխան ծառայություններ եւ voice over IP հարթակներ, որոնց միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր, ձևակերպելով որպես տեղական զանգերի։ Իրականացվել են տարբեր որակի տրաֆիկների միախառնում եւ արհեստական րոպեների գեներացում ստվերային եկամուտների ապահովման համար։ Խմբավորման հանցավոր սխեման ներառել է նաեւ հեռահաղորդակցության համակարգերում վնասաբեր ծրագրակազմերի կիրառումը, օգտագործելով արհեստական բանականություն եւ ծրագրավորման տարբեր լեզուներով հատուկ հրահանգներ, հանցագործները թիրախավորել են անհատական օգտահաշիվները, ինչը հնարավորություն է տվել մուտք գործել քաղաքացիների անձնական հաշիվներին եւ իրականացնել ֆինանսական միջոցների հափշտակություն։ Թվային հետքերը վերացնելու եւ բացահայտման ռիսկը նվազեցնելու նպատակով կիրառվել են քողարկման հատուկ մեթոդներ, իսկ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտոառույթի։ Ներկայումս իրականացվում են լայնածավալ փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն իրացնելով մայիսի 13-ին ստացած օպերատիվ տեղեկությունը պարզել են, որ Նոր Խարբերդ գյուղի 49-ամյա բնակիչը վարչական շրջանի ընտրատեղամասերից մեկում լինելով լիազոր անդամ, ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար 68-ամյա համագյուղացուն 50,000 դրամ է տվել։ Ձերբակալման ժամանակ 49-ամյա տղամարդն իր վարած Toyota Magnish-ի մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է։ Կաշառք տալու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել եւ տեղափոխվել է Շենգավիթի բաժին, ապա կազմված սպասաթղթերի հետ ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտե։ Հիշեցնենք, որ ընտրակաշառք տալը, ստանալը, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը քրեորեն պատժելի արարք են։ Կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից։ Ղարաբաղից տեղահանված անձ, ունես փախստականի կարգավիճակ եւ ուզում ես ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ուրեմն շարունակիր դիտել տեսանյութը։ Այս թվային հարթակը ստեղծված է, որպիսի գործընթացը լինի հնարավորինս հարմար։ Համակարգն առաջարկում է գրանցման 4 ընթացակարգ։ Փախստական տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, չունես որևէ երկրի քաղաքացիություն եւ ունես 070 ծածկագրով անձնագիր։ Պահանջվող տվյալները լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին կստանաս հղում։ Ինչից հետո պետք է անցնել այդ հղումով, գցել անձնագրի սկանավորված տարբերակը PDF ֆորմատով եւ ավարտել գրանցման գործընթացը, մուտք գործել համակարգ, սեղմել նոր հայտ կոճակը։ Հայտը լրացնելիս հետևիր ուղեցույցին։ Հերթականությամբ գցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով անհրաժեշտ դաշտերը։ Հայտն ուղարկելուց հետո այն կհայտնվի նախնական վարույթ կարգավիճակում։ 21 օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանաս ծանուցում հայտի շտկման կամ հաստատման մասին։ Շտկման պահանջը չկատարելու դեպքում հայտը կմերժվի։ Փախստականների համար ծառայությունն անվճար է։ Հաստատումից հետո դու հնարավորություն կունենաս ընտրելու այցի օրը, վայրը եւ ժամը։ Այցելության ընթացքում կստուգվի ներկայացված տվյալների ճշտությունը եւ փաստաթղթերի վավերականությունը։ Այցից հետո 90 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով կծանուցվի քաղաքացիության շնորհման կամ մերժման մասին։ Քաղաքացիության շնորհման մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է ներկայանալ Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն անձնագրավորվելու նպատակով։ Օտարերկրացի տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, բայց ունես այլ երկրի քաղաքացիություն։ Որպես օտարերկրացի, գրանցման ընթացակարգը գրեթե նույնն է։ Սակայն տվյալ դեպքում ծառայության համար պետական տուրքը կազմում է 50,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է եւ հասանելի ցանկացած վայրից, ցանկացած պահի։ Մեկ 2 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։
Ահազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցներում։ Մեկ 1 2 1 զանգ Արագ արձագանք